Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. մենք առաջնահերթ ինչ պիտի խնդրենք Աստծուց։ Մեր հոգու փրկությունը ասում է առաջնահերթ։ Երբ որ դու քո հոգու փրկությունը խնդրեցիր, պիտի հիշես նաև քո նմանակցի Աստծո պատկերով ստեղծված քո քրիստոնյա քույր եղբոր հոգու փրկության համար պիտի խնդրես։ Ուրեմն հետևյալ սանդղակն է, փնտրում ես երկնքի արքայությունը, այսինքն քո փրկությունը, բայց դու մենակ չես կարող փրկվել։ Երկնքի արքայության մեջ մենակ չես կարող լինել։ Սիրտը ցավում է քո զավակի, քո կողակցի, քո քրիստոնյա քույր եղբոր համար, անմիջապես հիշում ես, եկավ ես կողմ, հիշում ես քո ընկերոջ հոգու փրկությունը։ Երկրորդ, ապրում ես երկնքի արքայությամբ, ձգտում ես, փափագում ես, հետո հասկանում ես, որ մեկ պիտի առողջություն էլ խնդրես Աստծուց։ Երկրորդ խնդրանքը առաջի խնդրանքից հետո մարմնի առողջություն, որովհետև երբ որ դու առողջ ես լինում, իհարկե դու պիտի աշխատես առողջ լինելու համար եւ Աստված պաշտության մեջ ես, խնդրում ես, որ Աստված քեզ առողջություն տա, որպեսզի կարողանաս բարին գործել։ Եվ երբ որ դուք ձեռք բերեցիր առողջությունը, անմիջապես հիշում ես ընկերոջդ։ Ուրեմն այսպես գնաց ընկերոջդ առողջության համար ես խնդրում։ Խաղ ես, հանգիստ ես, առողջ ես, բայց նաև ուզում ես գործել ես աշխարհում, որտեղ մարդը ծույլ անբան չի կարող լինել, բայց առանց Աստծո դու չես կարող ոչինչ անել, ուրեմն խնդրում ես նաև բարի գործերի հաջողություն, երրորդ խնդրանքը բարի գործերի հաջողություն, որտեղ Աստված է բոլոր բարի գործերը հաջողեցնում, բայց ծույլ մարդուն չի հաջողեցնում, աշխատասեր նաև իմաստուն մարդուն, հաջողեցնում է որքան, որ ինքը կամենում է, բայց բարի գործերը հաջողված են, օրհնված են Աստծուց։ Ուրեմն առաջինը հոգու փրկություն, երկրորդ առողջություն, երրորդ բարի գործերի հաջողություն։ Բայց երբ որ քո բարի գործերը հաջողվեցին, դու ստացավ ես, սիրով ես, ասում ես, ես մենակ խո հաջողակ չեմ լինելու, թող իմ ընկերն էլ հաջողակ լինի, բայց չար նախանձ մարդը ինչ է ուզում, չի ուզում, որ որևէ մեկը իր կողքը հաջողակ լինի, մենակ ինքը պետք է հաջող լինի, չէ, այդ չարությունն ու նախանձը մեր միջից պետք է հանենք։ Եթե Աստված մեզ հաջողություն է տվել, ապա խնդրենք Աստծուց, որպեսզի մեր ընկերոջն էլ հաջողություն տա։ Ուրեմն երրորդ խնդրանքը սա է, գործերի հաջողություն, բայց զուգահեռ պետք է լինի։ Առաջին խնդրանքը հոգու փրկություն մեր երկնքի արքայություն, ասինքն երկրորդը մեր ընկերոջ հոգու փրկությունը, երկրորդ խնդրանքը մեր առողջության համար, երկրորդը մյուսը մեր ընկերոջ առողջություն, մեր գործերի հաջողություն եւ մեր ընկերոջ գործերի հաջողություն։ Կարծեմ թե այսքանը բավարար է մեր կյանքում։ Բայց տեսեք իրականում հայ մարդու գիտակցության ոնց է։ Այս հերթականությունը խախտված է, մտնում են եկեղեցի, ինչ են ասում, առողջությունը լինի, հաջողությունը լինի, ամեն ինչ կլինի։ Բա հետո ամենաառողջ եւ հաջողակ մարդը, ասենք բրծքամարտի կա, առողջ է, հաջողակ է, փող ունի, առողջություն ունի, ամեն ռինգին մեկի գլուխը ջարդում փշրում է, բայց երջանկություն չգիտեմ, ունի, չունի, այսինքն խախտվում է այդ համակարգը, առանց երջանկության ոչ առողջությունն է պետք, ոչ էլ հաջողությունն է պետք, կամ մեկը այնքան հաջողակ է, այնքան փողեր ունի, բայց այդ փողերին հասել է արյան գնով, թալանելով, սպանելով, կամ Քրիստոս չունի իր սրտի մեջ, ամեն ինչ ունի, բայց Քրիստոս չունի իր սրտի մեջ։ Ումա պետք այդ առողջությունը, ումա պետք այդ հաջողություն։
եթե Քրիստոս քո սրտի մեջ չի։ Պետրոս Սարաքյանն ինչ ասում։ Ասում է ձեզ եմ գրում հարուստներ, որ ավելի շատ Աստծով հարստանաք, ոչ թե նյութական մարմնավոր արժեքներով։ Եվ Հովան Ոսկեբերյանը ասում է հարստությունը չի չափվում կուտակելով, այլ ցրելով։ Նա չէ հարստով շատ ունենալ, նա ով շատ բարիք է գործել, այս սա է հարստությունը։ Եվ ասում է գանձեր դիզի ոչ թե երկրի վրա, այլ երկնքում։ Որտեղ որ գանձերն են, ձեր սրտերը կլինեն։ Այնպես որ այս աստիճանակարգումը խնդրանքների, ինչպես ասացինք, հոգու փրկություն, առողջություն եւ հաջողություն մենք հստակ պետք է պահենք եւ Աստված մեր ամեն ինչը կօշնի։